Մանավանդ եթե խոսքը վերաբերում է 135-ամյա կուսակցության ու 74-ամյա մտավորականի հեռակա բանավեճը հասել է քաղաքական թիվ 1 ամբիոն։ 2 օր շարունակ լարված մթնոլորտում խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու Հայաստան խմբակցության նախագիծը։ Ըստ ընդդիմադիրների Հակոբ Մովսեսը հարցազրույցներից մեկում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայեղափոխական դաշնակցության հասցեին, որը ուղեկցվել է ատելության քարոզով։ Իշխանության աջակցությունը վայելող ու իրեն ամենաբարձր ժողովրդի կուսակցության անդամ համարող մտավորականը պարզաբանում է, թե ինչու չի ցուցաբերել մայր օրենքով սահմանված չեզոքություն ու զսպվածություն։ Ես գրող եմ, մտավորական եմ, ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ եւ իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները լինեն քաղաքական, լինեն կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելու, ինչ որ ես ասել եմ, քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի, ունի պատմական ենթատեքստ, ես ծնված օրվանից մինչև այսօր այդ ենթատեքստի մեջ եմ։ Մտավորական Հակոբ Մովսեսը ԿՊ-ի թեթև ձեռքով դարձել է դաշնակցության դեմ ծանր հրետանի ու մեղադրող կողմ, ասում է Արմեն Ռուստամյանը։ Պատգամավորը բանաստեղծին կոչ է անում հիշել, որ դաշնակցական են եղել նաև Իսահակյանն ու Թումանյանը եւ այլ մեծեր։ Այս անունները հերիք են, որ անգամ Հակոբ Մովսեսը չհամարձակվի դատել այդ կուսակցությանը, այդ մեծերի չափ չկա, կներեք։ Հակոբ ջան, դուք գիտեք, չէ, ինչ արդյունքի են հասել դաշնակցության դատողները։ Դաշնակցության դատողներն այսօր արխիվացված են, ով է արխիվից խոսում։ Արխիվացված, կայսրություններ են։ Եթե մահ կամ ազատություն ասող տեսակը դաշնակցությունը չլիներ, պետությունն ու մենք կլինենք, ԿՊԱ-ականներին հարցնում է Ռուստամյանը։ Այդքան ապերախտ կարա լինի մի սերունդ իր նախնիների նկատմամբ։ Դրա համար էլ այսօրին ենք էլի։ Ուշքի եկեք, որտեղ մենք մեր 135 տարվա տերն ենք, պատասխան տալու ենք։ Դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք։ Ինչ եք ստացել, ինչ թողեցիք։ Մենք մեր ինքնությունից եթե հրաժարվենք, թուրքական ինքնությունը համարենք շատ լավ է, Յալդաշ, Կորդաշ, Կարդաշ իրար հետ sense ապրենք, Յոլդաշ, Կարդաշ, այո, կասեն ապրեք ինչա ձողած ես խանգարում։ Այնպես լավ բաներ կտրան, բենզինն էլ կգա, ամեն ինչ էլ կգա։ Այստեղ մեր վեճը ոչ թե անձի մտավորականի հետ է, այլ հերոստատեսության հանձնաժողովի անդամի, որը ոչ թե տեսակետ է հայտնել, այլ դարձել է քաղաքական իշխանության քարոզչական գործիք։ Նայեք, լոկ դաշնակցության դեմ չի, որ Հակոբ Հակոբյանը հերոստաեթերում խոսել են բոլոր թեզերի մասին, որը ամեն առավոտ հելնում է Նիկոլ Փաշինյանն, ասում է, մեկ էլ այդ օրերին դե իշխանական քարոզչամեքենան ունի մի հատ ցուցակ։ Հմեկում կարելի է հանրակացարան սարքել, որ Պետրոս Ղազարյանի մոտ գնացողները մի անգամից մնան այնտեղ 2 օրը մեկ չգնան գա։ Դաշնակցության քննադատությունը Գեղամ Մանուկյանին հիշեցնում է Սարոյան եղբայրներ ֆիլմը, ասում է վերջին 30 տարիներին իշխանությանը երբ պետք է լինում ցուցադրում են հակադաշնակցական ֆիլմը։ Պատգամավորն ընդգծում է, որ ֆիլմի հերոսը դաշնակցական Գևորգն է։ Խնդիրն այն է, սիրելիներս, որ դուք Գևորգից վերածվել եք հայկի։ Սարոյան եղբայրներ ֆիլմի թեման շարունակում է ազգային ժողովի փոխնախագահը։ Ռուբինյանն ասում է, դեռ փոքր տարիքում, երբ դիտել է ֆիլմը, նյարդայնացել է, տեսնելով, թե ինչպես են օտար ուժերը վերացնում մեր անկախությունը։ Խնդիրն այն է, որ դուք սկսել եք մահ կամ ազատությունից, ավարտել եք 004 շրջաբերականով։ Խնդիրն այն է, որ մի կուսակցություն, որը ասում են, որի անվանումը նույնական է եղել անկախականության հետ, հասել է մի կետի, երբ որ 1988 թվականին, երբ որ շարժում էր, անկախական շարժում էր ծնվում եւ մոլեգնում բառի լավ իմաստով Հայաստանում, ձեր կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը։ Դուք մահ կամ ազատություն գոչողներից դարձել եք ԿԳԲ գործակալ պաշտպանողի։ Ժամանակի ընթացքում այդ մահ կամ ազատությունը այդ հերթականությամբ դուք հրամցրել եք մեր ժողովրդին որպես այն տարբերակները, այն օպցիաները, որը մենք ունենք՝ կետ առաջին մահ, որ չստացվի մեռնել, մի կերպ կապրենք։ Այդպես չի լինելու։ ԿՊԱ-ականները մեկը մյուսին հերթ չտալով շտապեցին ամբիոն, պաշտպանելու Հակոբ Մովսեսին, որի ներդրումն ու վաստակը մեծ են համարում հասարակական կյանքում։ Ընդդիմադիր պատգամավորներն էլ կոչ արեցին տարանջատել Հակոբ Մովսես մտավորականին ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանից, որն ինքնավար մարմնի անդամ է ու ունի որոշակի գործառույթներ։ Դե եկեք սենց խոսենք, ես դեմ չեմ։
Դուք աջակցել եք զինված։ Սիրելի գործընկերներ, հետո թողեք ռեպրեսիաներից խոսակ։ Ինչ եք ռեպրեսիայի ենթարկում, Տիկին Կարապետյան։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն,